Երևանի պետական համալսարանը պետք է սովորի օգտագործել սուպեր համակարգիչ, հասկանում եք, շատ պարզ բան է, Երևանի պետական համալսարանը պետք է սովորի, եթե սովորական պայմաններում ուղղակի ասես Երևանի պետական համալսարանը պետք է սովորի, քարը, փետը, աթոռները, նստարանները կառնեն, կընկնեն հետևից, բայց ես շնորհակալ եմ այս դիտարկման համար, որովհետև ասցիք մի բան, որը որևէ առարկության չի կարող դիմանալ։ Երևանի պետական համալսարանը, այդ թվում կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, այդ թվում կառավարությունը պետք է սովորի կառավարել, օգտագործել սուպեր համակարգիչ։ Եվ ոչ մի ամոթ բան չկա դրա մեջ, ժողովուրդ ջան։ Մենք չենք ունեցել սուպեր համակարգիչ և պետք է սովորենք օգտագործել սուպեր համակարգիչ։ Բայց ես ձեզ մի բան ասեմ, ավելի լայն համատեքստում մի սուպեր համակարգիչը պետությունն է։ Եվ մենք ինչպես սուպեր համակարգիչ չենք ունեցել իր ստեղծման օրից մի քանի չգիտեմ, երբ է ստեղծվել, դա էլ չգիտենք երբ է ստեղծվել։ Նույն կերպ էլ հարյուրամյակներով պետություն չենք ունեցել։ Եվ պետությունը ավելի բարդ սուպեր համակարգիչ է, քան ամենաբարդ սուպեր համակարգիչը։ Եվ էս է մեր խնդրեմը, մենք չգիտենք դա օգտագործել։ Մենք սուպեր համակարգիչը վերցրել ենք, ուզում ենք շարիկ գլորենք այդ սուպեր համակարգիչով։ Դա դրա համար չի նախատեսված։ Ստեղ է խնդրեմը, բայց այս խնդրեմը հասկանալու համար նախ պետք է հասկանալ այդ խնդրեմի գոյությունը։ Եվ ես ուզում եմ դրա մասին մենք ավելի շատ մտածենք։